Ողջույն 24-ի եթերում հետագիծն ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ նոր ուժ կուսակցության վարչապետի տեխնացու Հայկ Մարությանին, պարոն Մարության, ողջունում եմ։ Պարոն բարի ձեզ, Ես շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Պարոն Մարության, մոտավորապես մի ժամ ուշացաք մեր ինտերվյուից։ Մենք առաջին անգամ ենք իրար հետ հարցազրույցում, դրա համար եմ այդ հարցը տալիս։ Այս բանը այդպես արտիստին բնորոշ ժամանակի նկատմամբ անտարբեր վերաբերմունքա թե Երևանյան ինչ-որ process-ների հետևանքներ։ Ցավոք սրտի կուզենայի առաջինը լինի, որ ասենց ավելի ես ինչ ուզեի անել, ոնց ուզեի անել, բայց Երևանյան մեր այս խցանումների շնորհքներ, սխալ հաշվարկ, այսինքն մտածում եմ միտեղ կարող եմ կես ժամ գնալ գալ, բարձրվեց ժամ ու կես տևեց։ Եվ սա մի անգամից սկսեմ էլի բան ասում, իշխանությանը բնովել որպես անդիմադիր գործիչ, եւ սա իսկապես արդյունքն է նրա, որ մենք ասում ենք, որ իշխանությունները տապալել են կառավարումը, այսինքն իրենք չգիտեն ինչը ինչից հետո է, ինչպես կարելի անել։ Նույն քաղաքային իշխանությունը ասեց, որ մենք կարմիր գծերը թանկացնում ենք, որ բեռնաթափենք կենտրոնը։ Դա ճիշտ խոսույթ է, բայց այդ խոսույթը միջև դա անելը եւս մի գործողություն կա, կարևոր, որ իրանք մոռանում են։ Այդ գործողությունը ապահովել մարդկանց տրանսպորտով, որովհետեւ դու թանկացնում ես, որովհետեւ երբ որ դու թանկացնում ես պարկինգները, կայանատեղիները, դու դրանով ստիպում ես, որ մարդ թողնի մեքենան տանը։ Շատ ճիշտ որոշում է, բայց ինքը պետք է գնա գործի, չէ՞ հասնի այդ մարդը։ Ուրեմն իրեն պետք է տրամադրես տրանսպորտ քաղաքային։ Եթե դու չես տրամադրում տրանսպորտը, ուղղակի ամեն օր մի հատ ավտոբուսի պարկ են նոր բացում։ Չէ, գնելը գնում են, իրենց ասում իհարկե շատ ուշացած տեմպերով, այն գումարները որ իրանք ունեն շատ ավելի արագ կարելի է անել, բայց միևնույն է, համակարգը քանի չի աշխատում այդ տրանսպորտային համակարգը։ Դու իմաստ չկա, ինչի ես ասում բան, ոչ մեկս չգիտենք, այդ որ ամբողջ աշխարհում պարկինգները թանկացնում են, որպեսզի մարդիկ գան տրանսպորտով, բայց ամբողջ աշխարհում տրանսպորտը տրամադրում են, հետո պարկինգները թանկացնում են։ Իսկ աղա պրոստը Երևանը իր կենտրոնը ընդհանրապես մեր մայրաքաղաքային արդեն այնքան մեքենա կա, որ չգիտեմ, ուզում ես ավտոբուս մտցրա, ուզում ես պարկինգ անա, մեկը ինքը հավերժ խցանումների քաղաք է։ Ինքը բարդ սխեմայով քաղաք է, իր բեռնաթափման բավականին բարդ աշխատանք է, բայց դա լրիվ հնարավոր աշխատանք է, այդ աշխատանքը կատարվել է եվրոպական շատ քաղաքներում։ Դրա համար անհրաժեշտ է շատ լավ աշխատող տրանսպորտային համակարգ, վարկյանները, որ Գերմանիայում ասած։ Եվ մարդը, որը ունի մեքենա կամ մի քանի մեքենա կա իրենց ընտանիքում, իրենք թողնեն շատ մեծ հաճկով այդ մեքենաները տանը, իրենք ավտոբուսով, մետրոյով, չգիտեմ, տրոլեյբուսով կգնան իրենց գործերով, հետ կգան շաբաթ կիրակի ուզում են գնան քաղաքից դուրս կգնան մեքենայով։ Սա այն համակարգն է, որը աշխատում է ամբողջ Եվրոպայում։ Լավ, Երևանյան խցանումների մենք պետք է դեռ դիմանանք, դիմադրենք, ինչքան հնարավոր է։ Հիմա վերադառնանք մեր տաղտկալի իրականություն արդեն քաղաքական առումով, հա։ Պարոն Մարության, ես այսօր առավոտ անկեղծ ասած Վարշավյանոցում էի, քանի որ լրատվամիջոցի ղեկավար եմ, անընդհատ ուսումնասիրում անընդհատ պետք է գնամ Վարշավյանոց։ Պետք է գնամ Վարշավյանոց եւ անընդհատ պետք է այդ Վարշավյանոցի ժամանակ անգամ հետևեմ ընթացող process-ներին, հա։ Մեկ էլ տեսանյութերի մեջ էսպես բան է, մերոնք վերնագրեր են ուղարկում, բան, քեզ սատկացնելու եմ, քեզ ես ինչ եմ անելու, հա, դե այդպես մտածած ինչ-որ բան է, մարգինալ բան է, վեճ է, դա դինում է, չէ՞, ասենք քարոզաշավի ժամանակ մի քանի օր պետք է չէ, տեսնում Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես կամերայով մտնում է, ասում է ես քեզ սատկացնելու եմ, խոսում է իր ընդդիմադիր գործընկերների մասին, ու ես վախեցա ոչ թե վախեցա այդ մարդկանց համար, իրանք իրենց փոխարեն երևի թե կարողանան մալ, վախեցեց մեր իրականության համար, երբ որ մենք ընտրությունների ժամանակ արդեն խոսում ենք այսինքն խոսում են մեր հետ սատկացնելով մյուսով եւ այլն։ Էս ի՞նչ է կատարվում։ Սա իսկապես անընդունելի խոսույթ է։ Սկսեմ դրանից։ Մենք բազմիցս անդրադարձել ենք, ես նաև իմ ռիլերի միջոցով, մեր քաղաքական ուժը նաև իր հայտարարություններով, սա անընդունելի է։ Մենք նաև ասում ենք, որ մենք հենց գալիս ենք պարլամենտ հենց այդ խոսույթին վերջ տալու համար։ Մենք գալիս ենք քաղաքական այս մեծ process-ների մեջ, որպեսզի ավելի քաղաքական ուժերը քաղաքական խոսք ասեն, ավելի ատելության խոսքը քչացնենք եւ այլն, բայց այն ինչ որ կատարվում է այսօր, այս մի քանի օր եւ գնալով ուժեղանում է այդ խոսույթը եւ գնալով ուժեղանալու է, արդեն տենդենսը տեսնում եմ։ Սա արդեն բոլոր սահմաններն են հատել։ Հասկանում եք, հանրապետության վարչապետը, այստեղ շատ հետաքրքիր նուրբ պահ կա։ Այնպես չի որ մեկը եկել է եւ կառավարության շենքի դիմաց բողոքում է, ինքն էլ իջնում է, ինչ որ վեճ է լինում։ Ախեզյանի այսինքն ինչ էս եկել ես մեր տոնը փչացնում, չէ։ Բայց ինքն է գնում բակ, չէ, մարդկանց մոտ եւ գալիս է բակ այդ մարդկանց մոտ եւ այդ մարդիկ իրավունք ունեն իրեն տեսնելիս արտահայտեն իրենց կարծիքը եւ բոլոր են դեպքերում, երբ որ եղել է անդիմադիր խոսք,
այսինքն խոսք, որը այդ վարչապետի կարծիքի չի համընկել, եղել է հիստերիա, եղել է գորգրոց, այսօր հասավ նրան, որ ինքը այդ կնոջը հետ քաշեց, շրջեց, լավաճնից թափ չտվեց, ընդ որում այդ ամբողջ այդ բանը այդ ախրանիկները որ կանգնած են, բոլորը կնոջը ասես ոչնչից կինը հանգիստ խոսում է, իսկ երբ որ ինքն ասես մատով թափ տալ իրեն ոչ մեկ բան չի ասում, վերջում արդեն կնոջը ասես զորով շրջում է եւ ասում դու պետք է ինձ լսես եւ ամենահետաքրքիրը ինչ պարզվեց այս կինը Արցախից չի, Երևանում է ապրում, բժիշկ է, չէ՞։ Որում հիմա արդեն համացանցում տեղեկություն կա, որ կարող աշխատանքից էլ ազատեն, որքան ճիշտ որքան։ Տեսնենք, դա մենք պետք է իսկ հետևում ենք այս պրոցեսին, նենց չի որ չի եղել։ Բազմից եղել է, մենք ունենք դեպքեր, որ մեր ընկերների քաղաքական, այս մեր թիմի անդամներին են հանել աշխատանքից միայն իր հայացքների համար։ Իսկ մենք այդ լավ Հայկ Մարությանի հետ Այո, իրան հանել են աշխատանքից հրամանով այդ кейսը կա, ասենց դրած մի կողմ, ով երբ ուզեր որ ասում է դե ասա մի ան, այդ ասում ենք էլի, այդ անունը օրինակ, ու բայց շատ իրական անուններ գիտենք։ Այս դեպքին անդրադառնալ, այսինքն այդ կինը բացարձակ ոչ արցախցիների հետ կապ ունի, այսինքն Արցախից չի, Երևանից է եւ այլն։ Ես ինչ եմ սա ասում, հիմա իսկապես տարբերություն չկա, որովհետև այս մետրոյի դեպքն ենք մենք հիշում։ Մետրոյի դեպքը նույն բանի մասն էր, այսինքն մի փոքր ինքը այդ կինը գնում էր իր համար իր երեխու հետ իր գործերով, ինքը մտավ այդ վագոնը, ինքը գնացքը մտավ մոտեցավ, սկսեց իրան ինչ որ բաներ ասել, ինքը ասեց չեմ ուզում ձեր հետ խոսամ, միջև վերջ այնքան կներեք գոր գրած այդ երեխայի մոտ, որը անթույլատրելի էր, նորից ինքն է եկել իր այդ կնոջ դաշտ այդ privacy կոչված է, ինքն է մտնում այդ privacy-ի մեջ, այդ իր անձնական դաշտ եւ սկսում է ինչ որ իր բաներ անել եւ դա անում է շատ ագրեսիվ ձևով, նույնը է այստեղ ու ամենահետաքրքիրը ոճը հասկացաք, այս կնոջը փոխեց, տեսավ որ ինքը ճիշտ բան է ասում, ինքը դրանից նյարդայնացավ ու սկսեց փոխել խոսույթը, դուք արցախցիներ Ռոբերտը, Սամվելը, Սերժը, Սաղիթ կներեք այդ բառը չեմ կարող ասել, այս բանն եմ, սենց եմ անելու, նենց եմ անելու, սենց բան, բայց այդ կինը ի՞նչ կապ ունի այդ մարդկանց հետ։ Ընդ որում այս կնոջ եղբայրը փոխգնդապետ բյուջեցարայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյան, եթե չեմ սխալվում, Արցախյան պատերազմի անհայտ կորածներից է։ Այսինքն այս կնոջ համար բանա, էգզիստենցիալ հարցները, վախկոտները, այս սաղիթ եմ անելու, այն եմ մտցնելու եմ այնտեղ, մտցնելու եմ ստեղ, ու սկսում ասել Արցախի акցենտով ինչ որ վիդեո է հայտնվել։ Դրա մասին խոսանք։ Դա բեժ բերում, բոլորիդ այդ կինը ինչ կապ ունի, պարոն Փաշինյան։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է որ յուրաքանչյուր ընդդիմադիր խոսք, դուք վերածում եք որ դիմացին այդ բանը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, չգիտեմ Գագիկ Ծառուկյանի, то չգիտեմ մյուսների հետ կապված մարդ է, ու իդեմս իրանց սկսում եք իրան դրանով հալածել։ Հետաքրքիր է այս ատելության խոսքը, ինքը իրականում ատելության խոսք է, հա, ժամանակին երբ թե որևիցե մեկը նմանատիպ մի բան աներ, անմիջապես քաղաքասարակություն կոչեցյալը շատ արագ կարձագանքեր, դա կդառնար մինչև ասում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեմա, հա, Հայաստանից։ Հիմա այս ամեն ինչը դե լռության եւ բանի ներքո է ընթանում, լուր համերաշխության։ Շատ ճիշտ եք նկատում, սրա մասին էլի հետաքրքիր բավականին նաեւ մի քանի հաղորդումներ է եղել, տարբեր լրատվականներ արել էին, դե պատճառներից մեկը նա է, նաեւ որ այդ քաղաքասարակության մեծամասնությունը այսօր աշխատանքի է, ստանում է մեծ գումարներ, մեծ պարգևավճարներ, պետական համակարգի մաս են կազմում եւ իրենք Փաստորեն իրանց դարդուցավը այդ գումարն էր։ Ընդհանրապես բանացիան, իմ կարծիքով 2018-ի ողբերգություններից մեկն էլ, որտեղ ես դա համարում եմ ողբերգություն, առնվազն հետևանքը ողբերգություն էր։ Ողբերգությունից մեկն էլ այն էր, որ քաղաքասարակությունը ավտոմատ դարձավ կամ մեծ մասը քաղաքասարակության դարձավ ավտոմատ դարձավ իշխանություն ու այդ հսկա բացը մնաց որպես այդպեսին ու այդ բուֆերը ընդդիմություն, հասարակություն, իշխանություն ու վերացավ, հա, կամ այդ խորոչը մնաց հենց խորոչ, չլծվեց։ Դա այո, շատ ցավոտ է եւ այսօր դրա խնդիր ունենք եւ ամենավատը նա է, որ այդ քաղաքասարակությունը կարող էր, չէ, եթե տեսներ այս իշխանությունն էլ արդեն թույլ է տալիս նույն սխալներին թույլ էր տալի նախորդ իշխանությունը, ում դեմ պայքար էր գնում, իրենք պետք է ըմբոստանային, ասեն, չէ, սենց չի լինի, կապ չունի գումարը, կապ չունի պարգևավճարը, ես այնուամենայնիվ դեմ եմ դուրս գար ու սկսել շարունակել իր այսպես ասած ազատ պայքարը, բայց այդպես չեղավ ցավոք սրտի։ Դե նաև դրա պատճառով որ Հայաստանում փաստացիորեն այս ամեն ինչը արվում է որպես արդարացում Ռուսաստանի կողմից Հայաստանին հայտարարված հիբրիդային պատերազմ է, այսինքն սրատակ ամեն ինչ կարողանում են տեղավորել։ Սրատակ մարդու իրավունքների թեթև խախտումները, այդպես
ատելության խոսք բան եւ այլն, այդ ամեն ինչը կարելի է այսպես աչք փակել, էլի։ Տեսեք, ես չեմ եւ բացառում եւ հերքում որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ այնուամենայնիվ ունի, ապա Հայաստանի դեմ դա կա եւ նորմալ եւ բոլոր մեծ պետությունները այդ խնդիրը լուծում են իրենց վրա, նաեւ Եվրոմիությունն է միջամտում, նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են միջամտում, ամեն մեկը իր ձևով, իր ոճով, ասում է, իր պետությանը բնորոշ ոճով, բայց ամենամեծ հիբրիդային պատերազմը այսօր վարում է կառավարությունը հայ ժողովրդի դեմ։ Իրական հիբրիդային պատերազմը դա է, այսինքն այն ֆեյքերի բանակը, այն պոակները, այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ ամբողջ մի sense կազմակերպությունը, որը թիրախավորում է կոնկրետ մարդկանց, կոնկրետ խմբերի, օրինակ արցախցիների թիրախավորումը, դա հստակ ծրագիր է, պետական այսօրվա ծրագիրը արցախցիների թիրախավորումն է։ Եվ այս ամեն ինչը, որ ինքը նշում է պարոն Փաշինյանը նշում է, որ ասում է բանը այդ արցախցիների նշում է արցախցիների акցենտով, Ղարաբաղյան акցենտով։ Իսկ եթե, չգիտեմ, Սիսյանի акցենտով լիներ, իսկ եթե մյուս ինչ կապ ունի, ինչ акցենտով է։ Եթե մեկը ինչ որ վատ բան է խոսում, վատ բան է խոսում։ Գորիսի է օրինակ, Գորիսիկի ինքը ինչ գիտի։ Եվ ամենահետաքրքիրը, այս եթե այդ նյութին ենք անդրադառնում, շատ հետաքրքիր է, նյութը չգիտես որտեղից հայտնվեց։ Ես օրինակ մեր թիմը հետևում ենք ցանցերում, մենք չենք տեսել այդ նյութը։ Այդ նյութի մասին առաջ անգամ լսում ենք ԿՊ-ից։ ԿՊ-ն է սկսում շատ այնպես մեծ հաճույքով տարածել եւ այլն։ Ես ինքս էլ իշխանական ալիքներում դա տեսա առաջին Telegram։ Ես մա պնդումներ չեմ անում, բայց մեծ կասկածներ ունեմ, որ հենց իրանք էլ սա կազմակերպել են, որպեսզի այս խոսույթը ուժեղացնեն, բարդացնեն եւ այդ ամեն ինչը սրեն, որպեսզի իրենք ի վերջո հաղթանակ ունենան, ասելով որ տեսեք, հարձակվում են մեր ինքնիշխանության վրա եւ այդ վախերի վաճառքի վրա ունենան հաղթանակ, բայց իրենց այս անգամ դա չի հաջողվելու, որովհետեւ շատ անգամ է մեր հասարակությունը sense բաների միջով անցել եւ սկսում են արդեն թացը ջորից հասկանալ եւ ըմբռնում են արդեն մասերը, ասում են մենք այդ բառը չեմ ուզում, այս կազած հասկացաք ինչ եմ, այս Քոչանին sense եկան, եղբայր 8 տարի է իշխանության է ես։ Էլ ի՞նչ է քեզ, իսկ ո՞ս ես որ մյուս 5 տարին անելու ես։ Եթե խնդիր կա այդ մարդկանց, էլ լուծի այդ հարցը։ Եթե դու 8 տարվա մեջ չես կարողանում դա լուծել, իսկ ինչի քեզ պետք է հավատամ, որ մյուս 5 տարվա մեջ ես լուծել։ Իսկ կա այդ մարդկանց դու կապան ոչ իմանալ չունես դու, ընդամենը բան ես, ահատելության խոսք ես գեներացնում։ Հարցը դա է, այսինքն շատ բարձ հարց է առաջանում։ 8 տարիա իշխանության եք։ Բոլոր լծակները ունեք, այնպես չի որ վայ, այնտեղ բան, ինչ ուզում են անում են, որ դատավորին ուզում են, ինչ ուզում են ասում են, որ վճիռը ինչ ուզում են անում են։ Պարոն Մարության, տեսնենք հələ, ես կարծում եմ, որ այս պսևդո Արցախյան, հա, ողջամիտ կասկած ունեմ, որ պսևդո Արցախյան, այսպես իրավական ձևակերպում տա, տեսահոլովակը դեռևս ռեպրեսիվ համակարգը աշխատացնելու մեծ առիթներ է տալու, բայց այնուամենայնիվ։ Հիմա ատելուց ես կարծում եմ միլիոն անգամ դες հարցը տվել են, բայց ես էլ պիտի տամ, էլի, որովհետև հազիվ բռնացել եմ պիտի տամ։ Այս ատելության խոսքը հասարակական բաժանումը իրականում շատ վատ է, ընդ որում ես արդեն մարդ չեմ ճանաչում, որ ընկերոջ հետ հազարդավա ընկերություն կորցրած չեն, ընտանիքների մեջ է խնդրեմ ես եւ այլն, այսինքն ու սա խորանում է, ինչ որտեղ ոնց որ անարյուն քաղաքացիական պատերազմի պես մի բան լինի, ատելությունը այնքան է բարձրացել վակարդակի։ Բայց այս առաջի խոսույթը ձեր շուրթերից հնչեց։ Դրա համար էլի վստահ եմ հանան։ Հիմա երբ որ նայում եք այս ժամանակի խորքից, կարող է չասեմ փոշմանել է, կա տեղին չէր այդ բառակապակցությունը ասելը։ Շատ են ինձ հարցրել, շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ ոչ, հակառակը, դա բնականաբար մենք հիմա խոսում ենք օրինակ հասարակության հետ շփվելիս, չէ՞, օրինակ երբ վարչապետը շփվում է հասարակ քաղաքացու հետ, դա լրիվ այլ կատեգորիա է։ Այլ կատեգորիա է, երբ որ քաղաքական ուժերը իրար հետ մրցավազքի մեջ են եւ իրենք պետք է քաղաքական խոսքով բանան եւ այստեղ բյուրեղացումը ոչ թե անջատումը կամ մյուսը բյուրեղացումը ինձ համար շատ կարևոր է։ Նույնը հիմա, այդ նույնն է ոնց որ հիմա ԿՊ-ին կամ Փաշինյանի ես խոսույթը sense փորձես նուրբ ձևով ձևակերպես։ Իսկ իմ համար sense է, այսօր Փաշինյանը այն խոսույթը ունի, այն վարքագիծ ունի, որ անընդունելի է։ Իմ համար եթե իմ լեզվով ասենք, ինքը սև է, սև է։ Ինչ ուզում ա թող անի, հիմա ուզում ենք ասենք սև, չար, ինչ լեզվով ուզում եք ասեք։ Եվ սա չասելը ինձ համար դա լղոզել է։ Քաղաքական ուժերի մասին խոսելիս, ես այն ժամանակ խոսում եի քաղաքական ուժերի մասին, իհարկե փորձեցին սաղ այդ մեր ընդդիմադիրները դասել, այ մարդկանց բաժանեցին, բան, ես ասում եմ մարդկանց բաժանել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում սևերի ու սպիտակների, մինչև 60-ական թվականները իսկի ավտոբուս չէին թողնում, բայց քաղաքական ուժերի մոտեցումները, եթե մի քաղաքական ուժ
մեր պետությանին, պետության, ձեր պետության դեմ է աշխատում, ես իրեն ինչ ուզեք ասեմ, քաղաքական լեզվով իհարկե։ Կարա գույրերի լեզվով ասեք, կարա Հա, բայց այդ քաղաքական ուժերը այնուամենայնիվ իրենք նաև մարդիկ են, չէ՞, եւ այդ իրենց հետևից կանգնած են հազարավոր մարդիկ, այսինքն տես չի որ 10 հոգի են, 1 հոգի են, 3 հոգի են, խոշոր քաղաքական ուժերը ում մասին որ դուք խոսում եք, իրենք խոշոր քաղաքական բևեռներ են։ Ու ինչի եմ ասում, սա ինֆորմացիոն առիթ դարձավ կարծես, ձեր խոսքը այդ առիթը դարձավ, այդ բանը, այդ սկիզբը դրվեց, հա, որով այլևս սկսեց այդ բաժանումները, որոշ։ Չէ, ասի, որովհետև իրականում այդ սկիզբը դրվեց հենց ժողովրդի ժողովրդական պայքարի ձևով, այսինքն մարդիկ դուրս եկան եւ մեծամասնությունը 80%, 90% պլյուսով մարդիկ այդ պահին մերժում էին իշխանությունը, այսինքն իրենց կարծիքը հայտնել են դրա մասին։ Հետարքիր փաստ կա այստեղ, որ այդ ձեր ասած մեծ ուժերը հետո սկի չկարող եւ իսկ այդ ընտրությունները հաստատ ազատ եւ անկախ թափածիկ ընտրություններ։ Իրենք կապ չունի։ Եթե բայց թիմը է ձեր ասած այդ մարդիկ իրանց հետևից եւ այլ, բա ինչի այն տոկոսները, որ մի տարի առաջ հավաքել են, տոկոսներից բան չմնաց։ Նշանակում որ համակարգը այնպեսին էր, որ այն տոկոսներն էլ իրական չէր։ Մեր խնդիրը այն էր, որ շատ երկար ժամանակ հասարակությունը փակված վիճակում էր, հետո տրվեց ազատություն, այսինքն ընտրությունների միջոցով հնարավոր էր ընտրություն կատարել, այստեղ ուրիշ հարց սկսեց, արդեն սկսեն աշխատել ուրիշ մեխանիզմներով, այսինքն ասում է ազատ է, գնա ինչ ուզում ես արա, ում ուզում ես ընտրի, բայց միջև ընտրատարածք հասնելը մարդուն այնպես են մշակում, որ ինքը նույնպես մոլորված կերպով գնում է ընտրության։ Հիմա տեսեք, դիմաց ընտրությունները ու շատ է խոսում նրա մասին, որ մենք մեր ձայներին տեր պետք է անենք, ես պետք է անենք եւ այլն, հա։ Այդ ձայներին տեր լինելու հանգամանքն էլ մի տեսակ հարց առաջացնում, այսինքն ասում եմ, օրինակ ընդդիմությունը ասում է, ձայները կարող են կեղծվել, մենք տեր ենք լինելու։ Ես անկեղծ ասած, այս դուք ձեր համար կեղծիքը որպես կատեգորիա պատկերացնում եք, ինչ է իրանից ենթադրում։ Մի մարդու համար կեղծիքը, չգիտեմ, 90-ական թվականներին կային, չէ՞, այդպես լույսերը անջատում էին ու սկսում էին բանի մեջ, քվեախցի մեջ մարը լցնել է։ Սա էլ է կեղծիք։ Այո։ Իսկ օրինակ, չգիտեմ, ասենք մարդկանց կալանավորելը մինչև ընտրությունները, դա ընտրակեղծարարությունն է կամ ընտրությունների վրա ազդեցություն է, թե չէ։ Դուք ձեր համար կողմնորոշվել եք ինչ է։ Յուրաքանչյուր, տեսեք, յուրաքանչյուր գործողությունը, որը կարող ազդեցություն ունենա ընտրությունների վրա եւ որը իրավական չի, այսինքն օրենքի սահմաններում չի, դա կեղծիքի մի մաս է։ Օրինակ, վարչական ռեսուրսի օգտագործումը դա կեղծիքի մի մաս է։ Իսկ մենք տեսնենք 23 ես անձամբ եմ մեր թիմը որ մասնակցել է 23 թվականին վարչական ռեսուրսի քաղաքապետը ավական Երևանի ավական ընտրություններին մենք տեսնենք վարչական ռեսուրսի ահռելի մեծ օգտագործում եւ բնականաբար այդ մարդկանց որ մենակ միտինգների չեն կանչում, չէ, զորով հիմա էլ ենք մենք տեսնում որ հիմա զորով կանչում են մարդկանց, թե չէ մարդ ինչ գործ ունի գնա այնտեղ լսի ինչ որ մեկ գոռում է, բան անում, ինչ վատ բառեր է խոսում, երեխեքին են տանում այնտեղ զորով, այդ տանելու տեղ է երեխուն, ասում հակառակը պետք է աչքերը փակես, ականջները փակես։ Իմիջիալուց հետ գալով դրան պատկերացնում եք ինչն է վատը, որ ոչ թե սոցցանցերը, իրենք չեն հասկանում, այդ մարդիկ պետք է հասկանան, որ երբ որ անգամ իրար են վիրավորում, իրական մեր հանրությանն են, հասարակությանն են վիրավորում, որովհետև հասարակությունը ամեն ինչ լսում է, ստիպված։ Ավելին ասեմ, եթե մեկն է որոշել է ոչ սոցցանց մտնի, ոչ հեռուստացույց մի ասես տան իր համար նստի, տանը նստած է բակ են գալի, բարձրան խոսում են, ասում են, նույն բառերը ասում են։ Հասկանում եք, այստեղ խնդրեմ է, հիմա հետ գամ իմ այդ ձեր հարցին։ Այսինքն մարդուն չեն կարող հանգիստ թողնել, անգամ իրան բակում, էլի, սա բակի պատոնը մեկը լսում է։ Մեկը գալու են, լավ դուրը ծծել, ասում, ու վատ բառեր ասել։ Հետ գալով, այսինքն վարչական ռեսուրսի օգտագործումը շատ մեծագույն այդ խնդիր կարող ունենա, ասեմ ավելին հետարքից։ Դուք զգում եք հիմա վարչական ռեսուրսի։ Վստահաբար դա երևում է։ Ոչ թե զգում եք, այլ անգամ ձայնագրությունները չէ ցույց տվեցին։ Ես գիտեմ դրա մասին։ Իրական միակ ժամանակը, հիմա մի քիչ կներեք գլուխ գովա, միակ ժամանակը որ վարչական ռեսուրս Երևանում առնվազն չի օգտագործել 21 թվականի ընտրություններն էր։ Այո, 21-ին, որովհետև ես քաղաքապետ էի եւ ես ասացի Ժորժ ջան։ Անպետական ընտրությունների մասն ենք։ Այո, հա, 21 թվականի արտահերթ ընտրությունների մասն է խոսքը, ԱԺ-ի։ Ես ասացի Ժորժ ջան, քաղաքապետարանը 100% շվեյցարական կազմակերպություն է լինելու, նախ ժամացույցի պես աշխատել, երկրորդն էլ արդար է լինելու եւ մենք հանել ենք ամբողջ քաղաքով եւ ԿՊ-ի ապօրինի կպցրած պաստառները եւ ընդդիմադիրների ապօրինի կպցրած պաստառները, իհարկե ԿՊ-ն շատ էր վրտովում դրանից ժեղանանում, բայց ես իսկապես բոլորին հավասար բաներ տված, բայց դա Երևանում նույնը խստորեն արգելվել էր թե դպրոցի տնօրենը, թե մանկապարտեզի տնօրենը եւ այլն։ Ես ինչի եմ ասում 21-ի ընտրությունները իրական Երևանի մասով, բայց ընդհանուր դա օբյեկտիվ ընտրություններ են։ Ճիշտ է, ինձ համար զարմանալի է միևնույն ընտրության արդյունքը, բայց միևնույն ժամանակ իրենք եղել են թափանցիկ։ Երևանի մասով վարչական ռեսուրս եղել, մնացած տեղերը վստահ եմ եղել է։
Հիմա ամեն տեղ է այդ վարչական ռեսուրսը։ Հետարքին մի դեպք պատմեմ, երբ որ Երևանի ավականուն ընտրություններ արդեն բացել ենք, արկղերը հաշվում ենք, ես էլ եմ տեղամասում հաշվարկի մեջ գնում, ուրեմն վերևից առաջին մի ժամ, 2 ժամը դուրս էր գալի մեր քվեաթերթիկ անընդհատ, եւ անգամ մենք մտածում ենք, որ հաղթել ենք, բայց տակից, ամենատակից, դա ժամանակային բան է, այսինքն տակինը առավոտվա ժամին եկած մարդիկ։ Այս առավոտվա այդ մեկ էլ սկսեցի տակից դուրս գալ քվեաթը, բոլորը ԿՊ-ի, դա չի լինում, չէ՞ որ նույն ժամի, ով որ ԿՊ-ին անդրում, նույն գրաֆիկով է ապրում։ Սա նշանակում է հստակ բան, որ մարդկանց այդ իրանց վարչական ռեսուրսով, ասեն այս ժամից այս ժամը գնացեք, իրանք չեն կարա հետևեն թե ում ես ընտրում, բայց կարան հետևեն թե որ ժամին ես եկել։ Որտեղ նստած է իրենց մարդը, ասում է, այս մարդը չի եկել, այս մարդը իրանք ցուցակները ունեն, այս մարդը չի, իրենց զանգում են, ասում են գնա, շուտ գնա, քվեարկի։ Այն մարդն էլ, ով աշխատում պետական հիմնարկում, ասում է շարից, փորձանքից հեռու, առավոտ շուտ գնամ, իրանց էլ ընտրեմ, հանկարծ ինձ մի բան չանեն։ Սա վախի մթնոլորտն է, որը նորից կրկնում է, ինչ որ Պարոն Նիկոլ Փաշինյանը եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը նույնպես, ընդդիմության մեծ մասը նույնպես, այս ընտրություններին տալիս են քաղաքակրթական այլընտրանքի բովանդակություն, հա, մոտավորապես։ Այսինքն ինքը ասում է, եթե ես չեմ լինում, գալիս են իր ձևակերպամ եռագլուխ պատերազմի կուսակցությունը եւ սեպտեմբերին Հայաստանի վրա պատերազմ ասելու ամենաուշը ոչ իման չի լինելու, Հայաստանը վերանալու է, բոլորը մի խոսքով վատ բաներ լինելու, այս Փաշինյանական խոսույթն է։ Ընդդիմությունն էլ ասում է հետեւյալը, դիմադիրների այս պահին ֆավորիտ ընդդիմադիրները ասում են հետեւյալը, որ հունիսի 7-ը մեր քաղաքակրթական բովանդակության ընտրությունն է, եթե մնում է Նիկոլ Փաշինյան, մենք գնում ենք դեպի Ադրբեջան, դեպի Թուրքիա եւ դեպի թրքացում։ Հիմա ես նայում եմ Հայկ Մարությանի քաղաքական նախընտրական քարոզարշավը, այդ քարոզարշավը անձապից մեծագույն հաճույք է պատճառում։ Եթե ես երեկոյան գնում եմ տուն ու սկսում եմ, ասենք, հոգնած եմ լինում, մեկ էլ ասենք այն որ ամենաշատը ծիծաղել եմ, որ ավտոյով անցնում եք, ասում եք, արա 16-ը, այս մենք 5 ենք, հա։ Բայց ես դրա մեջ քաղաքական բովանդակություն պարոն Մարության չեմ տեսնում, բայց դուք վարչապետի տեխնացու եք։ Հիմա այս 2 միլիոն հարց կա, որոնք քաղաքական լուծման կարոտ են։ Շատ լավ որ Հայկ Մարությանը օգտվում է իր ներկա եւ նախկին մասնագիտությունից։ Ինքը իսկապես ձեզ մեծ մասսայականություն է բերում, բայց ինպես երևի տասնյակ հազարավոր մարդիկ ուզում են տեսնել Հայաստանի քաղաքական ապագայի մասին ձեր տեսլականը, սրա մասին դուք քիչ եք խոսում։ Սա ինչի է, որովհետև գիտեք մեկա որ 50+1 հաստատ չեք հավաքելու կարիք չկա, թե գիտեք որ ձեզ ձայնատալու են սեգմենտը, որը հենց ձեզած են, ինչի համար է այդպես։ Ես կարծում եմ ոչ մի քաղաքական ուժ Հայաստանի Հանրապետությունում 50+1 չի հավաքելու, այստեղ բոլորս ասում եմ մի դաշտում ենք, չկա մի ուժ, որը կարա 50+-ով հավաքի։ Անկամ Փաշինյանը։ Անկամ Փաշինյանը չկա այդպիսի բան։ Հիմա կարող է այնտեղ ֆորմուլաների ինչ որ ձևով վերջում դառնա 50+, բայց անգամ դրան չեմ հավատում, բայց դրա մասին էլ կխոսենք, հա։ Կապված քաղաքական խոսքի հետ մենք ուրեմն ուշադիր չեք եղել կամ ավելի շատ այսպես ասեմ, ավելի շատ են տարածվում հենց հումորի միջոցով այդ մենք մեսեջները տալիս ենք, այդ որոշում կայացրեցինք, որ մեսեջները որպեսզի ավելի տեղ հասնի եւ ավելի པարզ լինի, ավելի հետաքրքիր լինի, բոլոր մեսեջների մեջ կա քաղաքական կոմպոնենտ եւ դա տալիս ենք հումորի տեսքով։ Դա շատ է տարածում, բայց մենք եթե հիմա բացեք իմ Facebook-անը, Instagram-ը, սոցցանցերը մեր Ես TikTok-ով շատ ուշադիր ձեր հետևորդներից որ մենք հետում ենք, մեզ մոտ անգամ այսպես է 3-4 օրը մեկ գնում է մի հումորային ինչ-որ բան, բայց այդ 3 օրվա ընթացքում անդադ բոլորը քաղաքական մեսեջներ են։ Մեր ծրագիրն ենք ներկայացնում հարված կոռուպցիային, չգիտեմ, մյուսին ապտակ եւ այլն։ Չէ, դա չէ, ծրագիրն եմ հիմա որ նայեք, արդեն այս 10 օր է մենք ներկայացնում ենք ամեն անգամ մի կետը վերցնում եմ, ներկայացնում եմ, պատմում եմ ոնց այդ կետը պետք է իրականացնենք։ Բացի դրանից անդրադարձում եմ բոլոր այս տիպի զարուրելի դեպքերին եւ քաղաքական իմ խոսքը ասում եմ, մեր թիմի խոսքն է իմ իդեմս ինձ, որը մենք ասում ենք, այսինքն այդ ամեն ինչը կա եւ բնականաբար այս մեր զրույցների միջոցով, ինտերվյուների միջոցով նույնպես քաղաքական խոսքը այդ բaragam եկեք կոնկրետանանք ձեր թույլտվությամբ։ Կոնկրետանանք։ Հիմա արտաքին քաղաքական առումով, հա, Փաշինյանական սպառնալիքը որ սկսվելու է պատերազմ եւ այսպես կոչված խաղաղության ինչա կոչվում պրոցեսը։ Դա տեխնոլոգիա է, որ իրանք օգտագործում են, բազմիցս օգտագործվել է եւ Վրաստանում է օգտագործվել շատ պետություններում, դա շատ սիրված մեթոդ է, մասնավորապես իշխանական մեթոդ է օգտագործել, այլ որ մենք չեղանք,
պատերազմ։ Վրաստանի այս վերջի Իվանիշվիլի ժամանակ, այո, այսինքն, իրենք նույնպես այդ թեզն էին առաջ տանում, որ փոխվեց պատերազմը լինելու։ Ռուսներն պատահ։ Այդ հստակ իրանք շփցնես ուղիղ տանում են։ Հիմա ստեղա շատ որ նայենք, շատ է օգտագործում։ Դա վախի վաճառք է կոչվում, այսինքն վախերի վաճառքի, դա ամենաուժեղ վաճառվող բանն է, էլի վախը։ Այսինքն ասում եմ մենք որ չեղանք պատերազմը լինելու, դա այդպես չի, որովհետև ինքդ քեզ ես հակասում, ասում ես ես այնպեսի համակարգ եմ, այսօր գնում եմ բանի միշտ խաղաղության, հա, ես գնում եմ խաղաղության, չէ, ամեն ինչ արել եմ, սպառազինություն եմ գնել, ես եմ արել, բայց ես որ չլինեմ, պատերազմը լինելու։ Եղբայր, այդ ինչ համակարգ է սարքել, որ մի անգամ կուսակցության չէ, մի անձի վրա է հիմնված։ Նշանակում է կամ նա է սուտ, որ դու այդ համակարգը սարքում ես, որ դու գնում ես խաղաղության, կամ սա է սուտ։ Մենք հուսով լինենք, որ այս երկրորդն ասոտ, այսինքն ես համոզված եմ դրան, որ չլինի վաղը Փաշինյանը մեր երկրի վարչապետ, պատերազմ բացարձակ չի լինելու։ Իրենից կախված չի պատերազմ լինելու, թե ոչ, որովհետև չկա մարդ, առնվազն մեր քաղաքական դաշտում, ես չեմ տեսնում մարդկանց, ովքեր ուզում են որ պատերազմ լինի։ Եվ ընդհանրապես մարդ չկա, որ ուզում է որ պատերազմ լինի։ Անկամ իմ սուբյեկտիվ համոզմամբ, սա շատ սուբյեկտիվ է, անգամ Ալիևից կախված չի պատերազմ սկսել թե չսկսել է, հա, այսինքն ու մնաց կներեք, դա նույնպես պետությունն է, Ալիևը այդ պետության ղեկավարն է, եւ այդ պետության մեջ մարդիկ են ապրում եւ ոչ մեկ իրանց էլ չի ուզում որ ամեն օր պատերազմ լինի։ Պատերազմի համար շատ հստակ եւ մեծ լուրջ պատճառներ են պետք։ Հիմա եթե դուք գալիս եք իշխանության, դառնում եք հանրապետության վարչապետ, հա, ձեր առջև դրված են մի քանի որոշումների կայացման անհրաժեշտություն։ Օրինակ, հա, ասենք Փաշինյանի նախաստորագրած խաղաղության պայմանագիրը, բայց այդտեղ Ալիևը ինչ ասում, ասում է կստորագրեմ այն ժամանակ, երբ որ այդ սահմանադրությունից է հանեք անկախության հռչակագիրը, ваши действия։ Շնորհակալ եմ։ Նախ ուզում եմ կարճ ասեմ, որպեսզի նաև մեր լսողը ունկնդիրը ճիշտ իմանա, մենք երկու ծրագիր ունենք ծրագիր մինիմում եւ ծրագիր մաքսիմում։ Ծրագիր մինիմումը դա հայտնվել պարլամենտում, որ մենք լուծել ենք։ Մենք այսօր ունենք տվյալներ, որ մենք այդ հարցը լուծում ենք։ Ծրագիր մաքսիմում դա իշխանափոխությունն է։ Հիմա երկու դեպքում էլ, բայց մենք բնականաբար գալիս ենք որպեսզի ազդեցություն ունենանք։ Հիմա ասեմ, եթե ծրագիր մաքսիմումն է իշխանափոխությունը եւ մեզանից բան է կախված, առաջին հերթին բնականաբար արտաքին գործերի նախարարությունից զեկույց է պահանջվելու, ինչ վիճակում է այսօր գտնվում ամբողջ փաթեթը բանակցային։ Փաշինյանի պես չենք ասել, որ մենք 0-ից ենք սկսում, դա խայտարակությունն է եւ հանցագործություն է ըստիս։ Պետք է շարունակել ինչ ուր որ հասնենք, պետք է շարունակել, բայց մենք հստակ ասենք, որ պետք է ուրեմն խաղաղության այդ օրակարգը շարունակել, բայց այնտեղ շտկումներ պետք է լինեն։ Ըստ մեր թիմը, ըստ իս մեր թիմը կարծում է, որ անընդունելի է այլ պետության պահանջով Հայաստանի Հանրապետությունում կոնստիտուցիայի փոփոխություն։ Այս ձեր խոսքից ես կամաց ենթադրում եմ, որ հաջորդով եռագլուխը քարագլուխ է դառնալու պատերազմի, որտեղ ասելու է Պաստորեն Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյանին, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը միանում Հայկ Մարությանը, որ ռևիզիա է անելու խաղաղությունը իր բառակը։ Խաղաղության պայմանագրին իմիջիալոս, խաղաղության պայմանագրին ձեր տալ պետք չի։ Ինչ պայմանագրի, ինչ նախաստորագրվել է ԱՄՆ-ում, դա պետք է մնա, բայց այդտեղ կողքից, չէ, հարակից, այդ ասես սպուտնիկները, չէ, կան այդ արբանյակներից մեկը ամենաուժեղ, որ այդ խոսույթներից, որ Ադրբեջանը ստիպում է մեզ, որպեսզի մենք սահմանադրություն փոխենք։ Դա անընդունելի է մեզ համար։ Ասեմ, բացատրեմ ինչու, որովհետև այդ սահմանադրության ընդհանրապես միայն արդեն սահմանադրության հանելը այդ Ադրբեջանի պահանջով լրջագույն խնդիր է, որովհետև այդտեղ երկու տարբերակում մենք պարտված ենք։ Եթե ժողովուրդը որոշում է, որ ոչ, չենք փոխում սահմանադրությունը, դա ֆորմալ առիթ է ավելի սրելու իրավիճակը Ադրբեջանի համար։ Եթե ժողովուրդը հանկարծ քվեարկում է այո, դա նշանակում է, որ մենք բացարձակ կորցնում ենք ազգային իմունիտետը։ Այսինքն այստեղ մի բանի ես գնում, մի գործողության ես գնում, որտեղ երկու տարբերակով դու պարտված ես։ Իսկ ինչի գնալ այդ գործողության։ Հիմա ասում եք, որովհետև Ադրբեջանը պատերազմ կսկսի, չի սկսի։ Համոզմունք ունեմ, բացառում եմ, որ դրա պատճառով կսկսի պատերազմ, որովհետև հիմա Ալիևը ուզում է պոկի, կորզի Փաշինյանից մաքսիմումը, քանի որ տեսել է, որ այս մարդու ամենամեծ վախը դա է եւ իր իշխանությունը կորցնելու մոլուցքը այդ որ կա եւ ամենավտանգ բան այս խաղաղությունը միակ բանը որ այսօր կարողանում է Փաշինյանը վաճառել մեր ժողովրդին դա այդ խաղաղությունն է եւ պատերազմի վախը եւ վախը այո դե նույն բանն է երբ տարբեր նա պոզիտիվ նա մի քիչ նեգատիվ բանի մեջ էլ վաճառքի բան չունի Փաշինյանը եթե դրանից էլ զրկվեց ինքը իր լեգիտիմությունը կորցնում է
այսպեսին, որպես այսպեսին օրինականություն չէ, լեգիտիմությունն է։ Գիտեք, այն նշանը ցույց տվեց, որ ասում եք, եթե պատանդը արդեն կանոնական։ Հələ ցույց չի տվել, բայց վստահ եմ, որ մի օր ցույց է տալու։ Այսինքն կարծում եմ, հուսով եմ ցույց կտա, մենք էլ կփրկենք իրեն։ Դրա համար եմ ասում, որ ցույց տուր։ Մենք էս կփրկենք, եղբայր։ Պարոն Մարության, արտաքին քաղաքական առումով մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակի մեջ, որ Հայաստանը փաստացիորեն դարձել է խոշոր խաղացողների համար բախման մի միջավայր, հա, այսինքն ակնհայտ է արևմուտքը, ընդ որում կոլեկտիվ արևմուտք արտահայտությունը քաղաքագիտորեն սովետական տարիներին սառը պատերազմին է վերաբերվում, բայց հիմա Հայաստանի պարագայում կարծես թե մենք ունենք հենց կոլեկտիվ արևմուտքի վերաբերմունքին, որոնք անվերապահ սատարում են Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ընդհակառակը ինքը իր դիրքորոշում ունի այս հարցում ու Վլադիմիր Պուտինի վերջի խոսքերն ցույց տվեց, որ աջակցում է ոչ Նիկոլ Փաշինյանին, այլ Սամվել Կարապետյանին կամ այլ այսպես ուժերի, հա, կարող է մեր մեջ Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը, ինչպես Փաշինյանին են բնում։ Հիմա մեր երկիրը այս փոքր պետությունը դարձել է այս հսկա բանի բախման այսպես կիզակետ, հա։ Մի բան ընդունենք, որ դուք եք վարչապետ, անի վարչապետի տեխնացու եք, հիմա մինիմումը մաքսիմումը հարցի մյուս կողմն է։ Այս երկու ակցիաներից, այս երկու բևեռների բախումներից առանց վնասի ո՞նց եք դուրս գալու։ Դե ասեմ միայն Հայաստանը չի այս վիճակում են Հայաստանի կարգավիճակում գտնվող շատ երկրներ։ Այսօր ավելի է սրվել դա, որովհետև սրվել է ընդհանրապես վիճակը աշխարհում, դա Ուկրաինայի պատերազմի հետ կապված է, եւ ավելի սուր են դրվում հարցերը, թե չէ, այս հարցերը միշտ կային։ Այնպես որ 10 տարի առաջ նույն հարցը չկար, 20 տարի առաջ չկար, հիմա ավելի սուր է։ Այս կարող է այս մի 5 տարին սուր լինի, հետո նորից ավելի հասնես այս քնած ռեժիմի մեջ։ Այստեղ մեր մաքսիմումը մենք, այսինքն մինիմումը մենք ինչ պետք է անենք, որ հանկարծ չդառնանք այդ մեծ գերպետությունների բախման կենտրոն ֆիզիկապես, այլ մնա գաղափարային մակարդակի վրա, եւ այստեղ մենք պետք է գործենք միայն մեր շահերի մաքսիմալ մեր շահերը բռնելով եւ մաքսիմալ մեր գործընկերներին չնյարդայնացնելով։ Օրինակը կարող եմ բերել։ Տեսեք, ԿՊ-ն ասում մենք օրինակ մեր մոտ էլ կա առաջին կետը մեր ծրագրի դա եվրոպականացումն է։ Ինչպես հետարքի ձևակերպումը եվրոպականացում։ Դա ինստիտուտներին է երևի վերաբերվում, հա, դա վերաբերում է ինստիտուտներին, մենք ասում ենք, որ մենք մեր ինստիտուտները պետք է բարձրացնենք բոլոր ստանդարտները, արդարադատությունը, գիտենք, որ վատ վիճակում է բանը, բնապահպանությունը, էկոլոգիան վատ վիճակում է, մյուս մի խոսքով, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, այս ամեն ինչը արտադրանքը, սնունդը մենք ինչ ենք ուտում պարզ չէ, էլի կանցերոգեն, ինչ վիճ, այսպես մի հատ ուտում ենք։ Մի վերջում պարզ կնի։ Ամեն մեկի ըստ հիվանդության պարզա դառնալու այդ նոտարապես ինչով ենք ասում։ Նոտարապես ինչա կերել է 10 տարվա ընթացքում։ Այս բաները պետքա բարձրացնել, մակարդակը պետքա բարձրացնել։ Հիմա այստեղ հարց առաջում, բայց այ Եվրոմիության չէ, գնում եք ուզում եք Եվրոմիության անդամ լինել, թե ոչ, Շվեյցարիան Եվրոմիության անդամ է, չէ, բայց ես կուզենայի մենք Շվեյցարիայի պես երկիր լինենք ստանդարտներով։ Աշխարհագրությունը, եթե չընդունենք ունես ստանդարտներով, Ավստրիայի նման էլ կուզենայի, որը Եվրոմիության անդամ է։ Գիտեք, Կանադայի նման էլ կուզենայի, որովհետև ինքն էլ ոչ Եվրոմիության անդամ է, ոչ այդ բան Շենգենյան զոնայի անդամ է, բայց լավ ստանդարտներ ունի։ Բայց Թրամփի երեսից Եվրոմիության հետ լավ մոտիվացել է։ Կարող անք մտնի, չէ՞, մտնի Եվրոմիություն։ Կուզենայի Ռուսաստանի կամ Ղազախստանի կամ Բելարուսի պես լինել մեր ստանդարտները, չի ուզենա։ Չեմ ասում, կարող է հիմա կետեր կա որ մենք ավելի հետ ենք անգամ այնտեղից կամ հատերիտավոր շատ առաջ ենք, բայց քո պետքա ձևակերպես քո երազանքը, քո նպատակը դու ուր ես գնում, գնաս այդ նպատակին։ Բայց դա տնտեսական բան է, սոցիալական է, տնտեսական է։ Չէ, աշխարհակահական հարցեր կան։ Աշխարհակահական ԵՍ բաներ, չէ, Եվրոմիությունը ի սկզբանե որպես տնտեսական բլոկ էր էլի բանանում, հիմա հա, ձևավորել, հիմա ինքը ավտոմատ հիմա քաղաքականը վաղը արդեն ռազմականի է։ Հա, ինչու գնում է արդեն դեպի ռազմական, այնուամենայնիվ։ Այսինքն այստեղ մեր անելիքը, օրինակ մաքսիմում լավ նաև դրան, այսինքն մենք ոնց կանենք, մենք այդ եվրոպականացման ճանապարհը կվեկանենք, հայ իշխանության մասին ասացի, բայց շեղվեցի, կներեք։ Իշխանությունը ինչ անում։ Դեռ ոչ մի բան չարած, այս ստանդարտները բան, այնքան գործ կանելու, մի 5 տարվա, չգիտեմ, 10 տարվա գործ ունենք անելու, հələ ոչ մի բան չարած, մենք գնում ենք Եվրոպա։ Դրանով ինչ ես անում, միայն ջղայնացնում ես քո բարեկամ երկիրը, հիմա ուզում ենք ասենք բան, ողերին բարեկամ, ինչ ուզում ես ասա, հիմա միտեղ մեկը ասում է, սենց էր արել, իրոք խնդիրներ կա Ռուսաստանի հետ, որտեղ շատ տեղերում իրոք մեր նկատմամբ արդար չի եղել, ճիշտ չի եղել եւ այլն, բայց միևնույն ժամանակ մենք շարունակում ենք առնվազն փաստաթղթերով մնալ ռազմավարական գործընկեր։ Եվ ինչի է, անգամ եթե պատկերացեք ոչ է գործընկեր է, մի հատ ինչ-որ պետություն, ինչ է այդ պետությանը դու գրգռում քո հայտարարությամբ, որի տակ ոչ մի բան չկա։
Ամենահետաքրքիրը որ իրանք էլ գիտեն, որ ոչ մի բան չկա Ռուսաստանի Դաշնությունում, ստեղ էլ գիտեն, որ ոչ բոլորը Եվրոպայում գիտեն, բոլորը գիտեն, որ ոչ մի բան չկա, չես կարա եվրոպական ընտանիքի անդամ դառնաս այս ստանդարտներով, դա ծիծաղալու է։ Չէ, բայց համար նախևառաջ պիտի Եվրամիությունը քեզ չոր անդամության տեխնացուի կարգավիճակ տա, պաշտոնական process մեկնարկի եւ այլն։ Մենք process է։ Մենք ոչ ազգային ժողովի օրենք է։ Այն մարտիկ դա կոչվում է, սա էլ արդեն ոչ թե վախերի վաճառք է, սա էլ հույսերի վաճառք, ասում եմ երկրորդ կետով գալիս է հույսերի վաճառքը։ Դա սա ընտրական մեթոդոլոգիա է։ Իրանք վախեն են վաճառում առաջին պատերազմ, խաղաղություն, այս բանը, երկրորդը հույսերը, եւ մենք Եվրոպայի անդամ ենք, հեսա վիզան լինում է, հեսա աշխատանք, աշխատավարձներ, սա լավ է լինելու։ Դա նույնպես կներեք չի անպատասխանում իրականությանը։ Այդ մարդիկ հույս վաճառողներ են, բոլորը, մենակ ԿՊՆ չէ, կամ ասես այդ Եվրոպամետ կոչված, իմ համար չակերտ է, որովհետեւ մարդիկ ասում են Եվրոպամետ են, բայց իրանք որ կենցաղը նայես, իրենց կենցաղը, իրանք ասիականից ավելի ասիական են, էլի, իրենց առօրյա, ռոմեացիները ասում են barbarian։ Հա, այսինքն իրանք վերաբերմունք օրինակ չեմ։ Կանանց, մյուսների, բայց ես որտեղ տեսել ենք այդ արժեքային խոսույթը մարդկանց են ծեծում կներեք քաղաքապետանում, թաղապետանում, բան ասում ենք Եվրոպամետ ենք։ Այ ձեր ցավատանը, այդ է Եվրոպան ձեր պատկերացրած։ Դե միգուցե իսկ եվրոպացի գիտեն որ դուք այդ Եվրոպա եք գնում, որտեղ այդ էնդը տենց չէ՞ էլի։ Այսինքն հետ գալով մեր ընդհանուր թեմային պետք է այնպես անել որ մաքսիմալ օրինակ Ռուսաստանի հետ եթե մենք անգամ գնում ենք այս ճանապարհով Ռուսաստանի հետ պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք առնվազն մեր աշխարհագրության եւ անցած իրար հետ պատմության համար իսկ ինչի՞ չէ ինչի մենք պետք է վատ լինենք ինչ-որ մի պետության հետ մենք պետք է մաքսիմում կարողանանք լավացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ Ձան է ուզում Իրանի հետ պետք է շատ ճիշտ է դժվար է որովհետեւ միացյալ նահանգների Իրանի հետ խնդիր ունի կոմոտել է այս ամենը շատ լավ Թուրքիայի մասով էլ ես էլ ասեմ ու հետո մի հատ ուրիշ հարց կտամ Թուրքիայի մասով էլ հետեւյալն է տեսեք այսինքն Նիկոլ Փաշինյանը կարծես թե ընտրել է հետեւյալ ճանապարհը մեզ համար ավանդական սիմվոլների, խորհրդանիշների, ինչ որ որոշակի արժեքների, ցավալի պատմությունից մի պարագայում հրաժարվել, մյուս պարագայում անտեսել, մյուս պարագայում այդ խնդիրը չբարձրացնել, որպեսզի Թուրքիան սահմանը բացի եւ այսպես ասենք, հա, սկսվի արդեն առևտրաշրջանառություն, մյուսը եւ այլն եւ այլն։ Հիմա սա այն գինն է, որը պատրաստ է Նիկոլ Փաշինյանը վճարել։ Ինչպեսի գին եք դուք պատրաստ վճարել այս առումով։ Նախ տեսեք, պետությունների միջև հարաբերությունը նման է իհարկե մարդկային հարաբերությունը, ի վերջո մարդիկ են ղեկավարում պետությունները, մարդիկ են ապրում այդ պետությունները։ Արդյոք տեսել եք մի մարդու, որը դիմացի մարդուն հարգում է ընդհանրապես կհարգի, եթե այդ մարդը իր նահատակների նկատմամբ լինի անարգալից, իր ծնողների նկատմամբ, իր ժողովրդի նկատմամբ, իր պատմության ընդհանրապես ընտանիքի։ Բնականաբար ոչ, կարա ցույց տա, կարող է իրան ձեռել տա դա, բայց ինքը ընդհանրապես այդ մարդուն չի հարգելու։ Նույնը պետությունների միջև է։ Չի կարող մի պետություն հարգել այլ պետությանը, եթե այդ պետությունը անգամ եթե իրան ձեռք է տալի դա, գնում է լրիվ իր պատմության, խեղման, իր նահատակների ուրացման եւ այլն եւ այլն։ Դա կարծում եմ ճիշտ ճանապարհ չի, չի ասում, եթե կարողա այսօրվա մի ամսվա, չեմ 5-6 ամսվա համար ինչ որ կարծես թե դրական բան լինի, բայց մեծ մասշտաբով դա իրանց աչքերում էլ ենք մենք ընկնում այդ մի հարցներով։ Էլ չեմ ասում, որ դա անընդունել է մեր ժողովրդի համար։ Անընդունել, այսինքն ինչ է նշանակում Արարատը եկեք չնայենք կամ ինչ է նշանակում եկեք տեսնենք այս ցեղասպանությունը ով էր մեղավոր։ Անձամբ իմ ընտանիքն էլ է ցեղասպանության զոհ, մենք Վանից ենք։ Հələ մի հատ հասկանանք թե ինչ ալի է։ Ես իր մի հատ հասկացանք թե ով է մեղավոր այդ բան, այդ victim shaming-ը, որ արվում է, դա անընդունելի է, հասկանում եք, եւ այդ քաղաքականությունը, եթե հանկարծ, ես չգիտեմ, Աստված ոչանի, Փաշինյանը իր թիմը հաղթեց, ել ավելի է սրվելու։ Հիմա իրանք անում են sense, այդպես էլի բացահայտ, բայց sense թեթև։ Իսկ որ մանդատ ստանանք, ասեն էսա, այս մենք այսքան ժամանակ այս խոսույթը ունենք, մենք ստացել ենք մանդատ, ուրեմն նշանակում է մարդիկ էս են ուզում։ Եվ այստեղ նորից գալիս է մեր ազգային իմունիտետի կորուստ։ Դե 21-ին էլ բաստացիոն հայ ժողովուրդը քվեարկեց նրան, ինչի որ հետո տեղ ունեցավ։ 21-ին իրանց ծրագրում կար Հադրութի, Շուշի դեօկուպացիա, այդ սա հարցերը Արցախի ուրացումը չկար։ Այսօր մարդը ասում է մերը երբեք չի եղել, մենք այնտեղ ոչ մի բան չենք արել։ Այդ մեր տարածքները չեն, տարածքների իմաստով չէ, արդեն ինքը հայրենիք որպես ասում է, մենք ոչ մի բան ենք արել, ոչ այնտեղ ապրել ենք, ոչ մի բան չենք արել։ Դա չկար 21-ին։ Բացարձակ հակառակը կար։ Մենք էս կանենք դեօկուպացիա կանենք, այսինքն հույս էր վաճառում այն ժամանակ, ասում էր, սա դզվելու է, ասա մենք Արցախ ունեինք այդ ժամանակ, հասկանում եք։ Հիմա այդ սա կորել է, ինքը որպեսի ինքն իրան պաշտպանի, իր իշխանությունը պաշտպանի եւ նաեւ իր երևի հոգեբանական վիճակը պաշտպանի,
Այդպես է, գիտեք, ուղիղ աշխատում, որ բաներ է անում, որ մի բան է տեսնում մարդ կամ վերապրում, ուղիղ սկսում է փոխել դա իր մեջ, որպեսզի կարողանա վերապրի դա։ Հիմա ինքը որ է սա կորցել եւ պատասխանատուն ինքն է, որպեսզի այդ պատասխանատվությունը առնվազն իր ուղեղից հանի եւ ժողովրդի ուղեղներից հանի, ասում են մենք չենք էլ ունեցել, ինչի՞ եք տխրում։ Չենք ունեցել։ Պետք է տխրես, եթե դու ունեիր մի բան կորցրեցի, բայց դե չուներ ինչ դա։ Եկեք ուրախ ապրենք։ Այդքան մարդ, այդքան տուն, գերեզման։ Դե ես այդ մի հատ տենց նյութ կար, որ ասում է Ժորժ ջան, բայց այդ մարդիկ տուրիստ էին այնտեղ։ Դες գնացել էին տուրիզմով, հա, մի ամսով զբաղվելու 120,000 մարդ եկավ ստեղ։ Բայց իրանց տուն, տեղ, երեխեքը ու սուտ են ասում։ Կառուցվել է եւ դպրոցա կառուցվել, գործարանել է կառուցվել, եկեղեցի է կառուցվել, որ իրանց գործընկերները քանդեցին այնտեղ։ Բացման ներկա եմ եղել առնվազն մի քանի դպրոցի բացման ներկա եմ եղել առնվազն։ Շատ հաճախ եմ էլի եղել Արցախում, շատ ընկերներ ունեմ այնտեղ։ Բայց գումք մենք հիմա մոտավորապես բան ենք անում, փորձում ենք մարդկանց ապահովությունը մածունը սպիտակ է։ Հա, դա չէ, դա ծիծաղալու է։ Հա, իսկ իրոք խոսույթը սա էս անում իշխանությունը այդ process-ները կարելի է գնալ մերձեցման, կարելի է գնալ խաղաղության այդ ամեն ինչը, բայց պահելով քո ազգային ինքնությունը։ Չեմ ասում պետք է տարածքային ինչ-որ պահանջներ բան անենք, էս անենք, այն անենք։ Դրա մասին իսկի ոչ մեկ չի խոսում։ Կներեք, կա քաղաքական ուժ, որ ասում է, կամ կարող է մեկ քաղաքական ուժ կա, որ ասում է մենք պետք է կարսը հետ բերենք եւ այլն։ Բայց ես չեմ լսել էլի բանական խոսույթ քաղաքական մեր դաշտում, ես 30 տարվա մեջ, որ մենք պետք է կարսը հետ բերենք։ Երբեք չի եղել նման։ Դա դες մարդ եք ճանաչում, ձեր շփվում եք, չգիտեմ, հավաքում եք ընկերներով, չէ, տարբեր վայրերում։ Ես երբեք չեմ տեսել մարդ, որ վերջ բան խմել, մի քիչ գնում են կարսը հետ բերենք, եղբայր չկա, արդեն խմած մարդ էլ չկա տենց։ Պարոն, այս ամեն ինչի մեջ մի հարց է ինձ հետաքրում, էլի, անկեղծ, եթե հիմա մարդը ուզում է գա ձեզ ընտրի, բայց այս խնդիրը 2018 թվականին կար, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ ու եկան մարդիկ այդ հանած 3-4 հոգի, որոնց հանրությունը ոչ մեկ չէր ճանաչում։ Հետո այդ մարդիկ ինչպիսի փորձանք դարձան մեր ժողովրդի եւ պետության գլխին, դեռ ասպա դրա մասին դեռևս պատմությունը գրի, հա։ Հիմա այսօր իրականում քաղաքական ուժերի մեջ կա մարդիկ, ես հասկանում եմ, որ լիդերը պետք է ինքը առաջի տեսքում ունի, բայց շատ կարա թիմ հասկացությունը։ Վերջիվերջո մեր քաղաքական դաշտում ոչ մեկ չի ասում ընդդիմադիրների մասին խոսքը։ Ես եկա իմ արտգործնախարարը, ասենք, այս մարդն է, պաշտպանության մինիստրը այս մարդն է։ Եթե մենք խոսում ենք տենց արևմտյան արժեքների, կուլտուրայի մյուսի մասին եւ այլն, ակնհայտ է, չէ՞, օրինակ նույն Թրամփի բանը, երբ որ նայում են Ռաշիայով, ինքը արդեն բացայտ ասում էր, եթե ես գալիս եմ վերջի շրջանում, այս ինչ մարդ է սալնելու կամ այս մարդկանց մեջ եմ ընտրելու, ով է բանը, State Department-ով մյուսի եւ այլն։ Մեր պարագայում հիմա մոռանանք մնացին, տեսնում ենք Հայկ Մարության եւ վերջ։ Ուրեն ձեր թիմակիցները։ Մեր թիմակիցներից մեկը Բայց ստուդիայում նստած, հա, մեր թիմը հիմնականում հիմա մեր ավականու կազմավոր կա, մարդիկ արդեն քաշ ծանոթ են, բայց այս առիթով ես բազմիցս նշեմ, հիմա էլ չեմ զլանա, կասեմ, որ տեսեք Թրամփի օրինակը բերում եք շատ լավ է կամ, բայց չենք ունենալ, որ այնտեղ ապրում է 350 միլիոն մարդ։ Այսինքն կա մեծ բազա մասնագետների, մեծ բազա մարդկանց եւ քաղաքական գործիչների, որտեղից կարելի են երկու հիմնական թիմ կա, այդ երկու հիմնական թիմը իրենց հիմնական խաղացողներին ունեն։ Հա, բայց 350 միլիոնից ներողություն, երկիր ունի իր 350 միլիոնին վայել խնդիրները։ Ճիշտ է, բայց մարդը մեկն է, անդեի պաշտպանության նախարարը, որը փոխեցին պատերազմի նախարարը, հիմա մեկն է, հասկանում եք, ոչ թե 100-ը, որովհետև 100 անգամ մեզանից շատ են իրենք։ Հա, այսինքն միևնույնն է մեկն է, բայց ինքը ընտրում է 350 միլիոնից։ Ես սա ինչի եմ ասում։ Ես վստահ եմ եւ մեր թիմը մեր վստահություն ունի, որ մենք չունենք այնպիսի մարդկային ռեսուրս, որ ամեն թիմը կարողան ունենա իր անձնական կաբինետը։ Ես կաբինետը նույնն արել եմ քաղաքապետարանում իմիջիալոց։ Ես պատկերացնում եմ, կաբինետը պետք է կազմվի ամբողջ ռեսուրսից։ Անկախ քաղաքական հայացքներից, այսինքն կարա լինի պաշտպանության նախարար կամ մի այլ նախարար, այլ լրիվ կուսակցության անդամ, դա մեզ համար ընդունելի է։ Բա որտեղ է կառավարության իշխանության մոնոլիտությունը, ուղղաձգությունը, վերջիվերջո պետությունը պետք է ուղղացիկ լինի։ Քանի որ մենք պարլամենտական երկիր ենք։ Մոնոլիտությունը ազգային ժողովում է, բայց այստեղ պետք է մասնագետներ լինեն։ Կարան լինեն ոչ քաղաքական մարդիկ, իսկապես ես ունեմ մարդկանց ում պատկերացնում ով ինչ պետք է լինի, եթե ամբողջ հիմա կազմը չեմ ասի, բայց ես մի 80%-ը կարող եմ ասել, իրենցից մեծամասնությունը մենակ արտգործնախարարն ասեք։ Չեմ ասել, որովհետև չէ, հա, չէ, ոչ
Դե տեսեք, կան մարդիկ, որ աշխատում են հիմա, իսկապես, կան մարդիկ, որոնք սկի պետական համակարգում չեն։ Չգիտեն որ արգոստախար են դառնում։ Որի մտքում կան մարդիկ, բնականաբար այդ մարդկանց հետ անգամ մասնավոր խոսակցությունների ժամանակ իրենք միշտ խնդրում են, անկախ ամենից։ Մենք ցես հիպոթետիկ խոսում ենք մեկ-մեկ, հա, ասում ենք սենց գալան, այդ մարդիկ ասում են, օրինակ մեր անունը չէ ուզենա միտեղ հնչեր, որովհետև դա միայն վնաս է մեզ տալու։ Ցավում եմ, որ այսօր այդ համակարգն է, բայց այդպես է։ Բայց պրինցիպը հետևյալն է. կաբինետը պետք է կազմված լինի մասնագետներից, քաղաքական թիմը կապ չունի, այսինքն պետք է այդ եթե իրանց համաձայնությամբ բնականաբար իրենք մաս կազմեն, ոչ թե կոալիցիայի մաս կազմեն, այլ մաս կազմեն կաբինետի, եթե լավ մասնագետը պետք է այդտեղ լինի։ Քաղաքապետարանում դա արել ենք եւ դա աշխատել է։ ՔՊ-ի հետ ամենալուրջ խնդիրը այդտեղ առաջացավ։ Իրանք ուզում էին հենց սկզբից որ բոլորին հանեի ու ՔՊ-ականներին դնեի։ Ասում ժողովուրդ, այդ մարդիկ ում դուք առաջ գոք, ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք ունեն, ոչ բան չունեն։ Ես չեմ հանելու մարդկանց, այնքանա որ ինքը, չգիտեմ, ես մի կուսակցությունից աղ այն կամ ինչ որ մի իշխանության օրոք աշխատել է։ Ես նայել եմ այդ մարդկանց իրանց աշխատանքի ունակություններով եւ իհարկե ասել եմ Ժորժ ջան, հասկանալի է դուք աշխատել եք այլ համակարգի то есть ներքո, որը կոռուպցիոնի սիստեմա է եղել Բուրգաձեվի վրա։ Հիմա այդ սիստեման չկա, քանդում ենք, աշխատում ենք նոր ձևով։ Եվ դա իմիջիալս դրա ամենավառ օրինակներից մեկը եղել է պոստնացիստական Գերմանիան։ Երբ որ փորձել են ամբողջ համակարգը փոխել եւ պետությունը աշխատել, կանգնել է պետությունը։ Նորից հետ են բերել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են անգամ նացիստական Գերմանիայի ժամանակ, կներեք այս բանը, էլի համատության համար, որպեսզի համակարգը աշխատի, որովհետեւ այդքան մասնագետ չունեին, որոնք կարան իհարկե ավելի ցածր օղակների մասն է խոսքը եղել, քաղաքական բնականաբար նախավը լրիվ փոխվել է եւ Ամերիկայում Մարշալի պլան կար բան կա, վերջը։ Պամարության այնուամենայնիվ լինենք ողջամիտ, ակնհայտ է, որ եթե ձեր ուժը անցնի խորհրդարան, այսօրվա սոցհարցումներով դա արդեն լավ նորություն է։ Այսօրվա սոցհարցումները դա են ցույց տալիս։ Հիմա եկեք հիպոթետիկ պատկերացնենք մի իրավիճակ։ Դուք իսկապես անցել եք ու դարձել եք այս ընտրությունների Kinder Surprise-ը։ Կա Չէ, այնտեղ ավելի ուժեղ Kinder Surprise-ը կա։ Մերը ավելի նորմալ Kinder Surprise։ Նորմալ Kinder Surprise։ Մերը նորմալ իրավ, ասում լավ չի, դա նորմալ է։ Դա նորմալ է։ Հիմա այդ այսինքն դարձել եք մի հատ փոքր ֆրակցիա 6-7 հոկանոց հիպոթետիկ բան է, որի ձեռքում է գտնվում Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանության այդ վերջին այդ բանը, այդ փոքր հատվածը, այսինքն ում ձայն տվեցիք նա էլ դառնալու է։ Դե պարզ է, կա Նիկոլ Փաշինյան եւ կա այս պայդրության, կա Սամվել Կարապետյան կամ Նարեկ Կարապետյան, հա, այսպես ֆավորիտները, ում հետ կլինեք։ Սրա մասին են բազմիցս խոսել, մեզ մոտ կարմիր գծեր են ՔՊ-ն, այսինքն ՔՊ-ը չեն կարող համագործակցել բնականաբար, եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի ուժը որպես լոկոմոտիվ, էլի, եթե իրենք են ձևավորում, այլ ուժերի հետ պարլամենտարիզմի ոգու ներքո մենք փորձելու ենք մաքսիմալ ուժ ենք դնելու դրա, որպեսզի լինի պայմանավորվածություն, բայց այդ ժամանակ մենք չենք կարող զիջել մեր պրինցիպները, մենք չենք կարող զիջել մեր ծրագրի կետերը, որովհետև պարլամենտարիզմը ի վերջո դա ծրագրերի մասին է, այսինքն դու ես քո թիմն է, քո ծրագիրն է, թե ծրագիրը ով է իրականացնում, դու այդքան էլ ժողովրդին հետաքրքիր չի, քեզ իրենք ձեներետերը են, որ այդ ծրագիրը իրականանա։ Հիմա եթե դու քո կոալիցիան պետք է այնպես լինի, որ այդ ծրագիրը չի իրականանալու, ապա այդ կոալիցիան իմաստ էլ չունի, ոչ էլ իմաստ ունի քո այնտեղ գտնվելը։ Իսկ եթե հնարավոր կլինի գալ բանակցությունների միջոցով նրան, որ քո ծրագիրը կիրականանա, քո գիծը չի շեղվի, մենք միշտ պատրաստ ենք։ Մեծ ջանքեր են պահանջվելու, բայց որովհետև կան խնդիրներ այսօր արդեն երևացող խնդիրներ, որը մենք տեսնում ենք, բայց եթե բոլոր ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, ապա պետք է նաև զիջումների գնան։ Հասկաց։ Մեկ այլ հարց, մեր ժամանակ արդեն բավական խոսում ենք, բայց ինքան հարցեր կա կուտակված, փորձում ամենակարևորների մասին խոսել։ Պարոն Մանուկյան, անցած օրը իմ մոտ իմ հյուրն էր սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, մարդ, որը շատ լավ գիտի ընտրական օրենսգիրքը, ինքը մանրամասն ներկայացնում էր ընտրողներին, թե ինչ է տեղի ունենալու, ու իր ասածը մոտավորապես հետևյալն է, որ ինչքան չանցողիկ ուժ մասնակցում է ընտրություններին, կամ սենց էր ասում, մնում ես տանը, չես գնում ընտրության, ձայն ես տալիս Նիկոլ Փաշինյանին։ Գնում ես ընտրության,
ձայն ես տալիս չանցնող տեխնացուին, որը տեսական շանս չունի չանցնելու, ձայն ես տալիս Նիկոլ Փաշինյանին, որովհետև համամասնությամբ, ով որ չի անցնում, գնում է դեպի Փաշինյան մեծամասնությունն է, այսպես առաջին տեղով, քանի որ ըստ սոցիոլոգիայի սպայն ինքն է ընթանալու, 50+1 չէ, բայց առաջին տեղ գնալու է իրան։ Սա նշանակում է, որ չանցնող ուժերը այս պահին արդեն Նիկոլ Փաշինյանին, 12-ից 14% մինիմում, դա արդեն նվեր են տվել, իրենք քանի որ չեն անցնելու։ Հիմա կա հավանականություն, որ ձեր ուժը նույնպես այս ուժերի շարքում է, որովհետև այս պահին սոցիոլոգիայով չեմ տեսնում, որ 4%-ից ավել է։ Արդյոք ձեր չանցնելը նվեր չի լինելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև դուք ճիշտ է չեք անցնելու, բայց այն 15-16 չանցնողների մեջ կարող է լինեք, ասենք, ամենաշատ հավաքածներից մեկը, հա, եւ բ հեչ մտնելով չի անցել, քանի որ իսկապես պետության հարց կա, հսկային կայ այլն, վերջի պահին ընտրարշավից դուրս գաք ու աջակցեք որից է մեկին։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում եւ այստեղ քանի որ ես իմ ամբողջ ճանապարհը ուսանողական եւ մաթեմատիկայի, ֆիզիկայի մեջ անցել, այստեղ սահմանադրագետը իհարկե լավ է ասում, բայց այստեղ կարևորը նաեւ մաթեմատիկան է։ Okay։ Մաթեմատիկան ի՞նչն է ասում։ Եթե վերցնում ենք ուղղակի թվերով, սենց, հա, որ Փոշյանում է գնում է այստեղ, այնտեղ, այո, ինչ որ այստեղ ավելանում, այնտեղ ավելանում, ինչ որ բաներ է ստացվում, բայց դրա հակառակ կողմը պետք է նայենք։ Իսկ դա քաղաքական մաթեմատիկան է։ Այն մարդիկ, ովքեր տալու են ձայնը Սամվել Կարապետյանին, իրանք գնալու են տան ձայնը Սամվել Կարապետյանին։ Այն մարդը, որը տալիս է ձայնը Սամվել Կարապետյանին, ինքը ձայնը չի տալու Հայկ Մարությանին։ Այն մարդը, որը տալու է Քոչանին, չի տալու Հայկ Մարությանին, այն մարդը տալու է Նիկոլ Փաշինյանին, չի տալու Հայկ Մարությանին։ Իսկ այն մարդը, որ տալու է Հայկ Մարությանին, չի տալի ոչ Սամվել Կարապետյանին, ոչ Քոչանին, ոչ Փաշինյանին։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, այդ խոսույթը ինչի է վնաս, հակառակ է ասում, բոլորը պետք է գան ընտրությունների եւ տան իրանց ուզած տեխնացուին, բայց գան ընտրությունների, որովհետեւ այս պարագայում իրանք գան այդ ձեների փոշիացումը լինի թե չլինի, այս եթե արդյունքներն գիտեք, հիմա չեն անցնում, չեն կարողանում հաղթել, թեկուզ այդ 3 առաջատար ուժերը չեն կարողանում հաղթել գործող իշխանությանը, արդեն պարտված են։ Իրանք պետք է Աստված կանչեն, որ ինչ որ մի ուժ լինի, որը կարողանա նույնպես գնալ պարլամենտ եւ այդ դեպքում գոնե ընդդիմություն, հավաքական ընդդիմություն եմ ասում, դա ուրիշ հարցակոալիցիա կազմվի, չի կազմվի, բայց գոնե իշխանության ձեները ու ընդդիմության ձեները լինեն հակառակը, այսինքն ընդհանուր ընդդիմության ձեները դառնան ավելի շատ, քան իշխանությանը։ Այլ պարագայում իրանք պարտված են Փոշյանը անձեները, չփոշյանը անձեները, իրանք հիմա պարտված են։ Բայց որտեղից է վերցվել դա։ Հենց այդտեղից, որտեղ իրանք իրանք թվերը ավելի քիչ են, քան Են մյուսի թիվը։ Հասկացա։ Բայց դրան էլ գումարը չընտեղ միլիոն հարց կա, դեռ կա համադրական։ Օր գնում է, չգիտեմ, ջիմ անուններ չտամ, չգովազդեմ այլ քաղաքական ուժերի, ինչ որ ծայրահեղական աճ, ինչ որ հա ուժեր կան, էս կան, այն կան, ով այդ ձեները ընդեղ է տալի։ Ինքը չի գնալու տա այն 3-ից 1-ին, որտեվ եթե գնալուց իներ կտար, ինքը մնալու է տանը, իսկ դա ամենալուրջ խնդիրն է։ Այսինքն Հայկ Մարությանին չընտրողը տանն է մնալու։ Այո, եւ մենք ինչ ենք նաեւ մասնակցում։ Մենք այլընտրանք ենք տալիս մեր ժողովրդին, որովհետեւ իրոք մեր ժողովուրդը կներեք արդեն դրիվ քաշված վիճակում է, կամ այսօրվա իշխանությունն է, որը տեսնում ենք եւ տապալել է եւ ուրացման ճանապարհն է բռնել։ Հին իշխանությունը, որը խնդիր են տվել, նաեւ իրանց արդյունքն է, որ այսօրվա իշխանությունը կա, կներեք, հա։ Եվ չի ուզում ինքը ոչ մեկին ընտրի, մենք պետք է ալտերնատիվ տանք մարդկանց։ Չի լինելու այդպես։ Այդ խոսույթը ով ասում է, այ այդ բաները պետք է դուրս գան։ Դա պարլամենտարիզմի այդ ոգու մեջ դա կներեք սխալ թեզ է։ Պարլամենտարիզմը դրա մասն է, որ տարբեր կար։ Հենա, եթե մենք այլ գաղափարներ չունենք, պարլամենտարիզմի մասին չեն խոսում, ասում են Հայաստան պետք է լինել չլինելու մասին է խոսքը։ Եթե այլ գաղափարների կրող չլինեինք, այլ ձև չպատկերացնեինք ճանապարհը, հենա կմիանենք այս ուժերից մեկին։ Հեն այն մի ուժի հետ էլ համագործակցություն, ստեղ բանի մասին է։ Ռուսեն խոսք ասում, իգրաստոյ սվեճի լինի։ Մաթեմատիկան հետեւյալն է, եթե այս եղած ուժերից մեկը չանցավ, ընդդիմությունը այսպես թե այնպես պարտված է։ Հիմա որն է լավ։ Միանգամից այս դեմից իմանանք, որ պարտված է, թե բանը այնուամենայնիվ 3-ից բացի։ Այո, եթե 4-րդ, 5-րդ, 6-րդ այսպես մի շատացնում են, բայց առնվազն 4-րդ ուժը չանցավ պարլամենտ, ընդդիմությունը պարտված է, ես դա հստակ ասում եմ, նշանակում է, որ անհրաժեշտ է մաքսիմալ հակառակը մարդկանց խթանել, որ գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք, գնացեք ընտրության, եւ ի վերջո այն ուժը 4-րդ թե 5-րդ, որ անցնեն նոր շանս կլինի ընդդիմության մոտ եւ ընդհանրապես Հայաստանի
պատմության մեջ առաջին անգամ ընտրություններով փոխել իշխանություն։ Իսկ այս ձևով որ ասում ենք դուք մի մասնակցեք փոշիացում, բա ուրեմն 100% իմացեք իշխանությունը հաղթած է։ Ով որ այդ փոշիացման թեզը տանում է, դա իրանց թվում է իրանք sense կներեք այս բարիս համար շուստրի քայլեն անում որ բան անեն որ գան իրան, այդ ձեները ձեզ չի ասնելու ժողովուրդ, այդ ով որ այդ թեզերը տանում եք չի գնալու։ Ուղղակի այդ մարդիկ տանն են մնալու։ Եվ ընդդիմությունը պարտվելու է։ Եթե ուզում եք հարգելի ընդդիմադիր բոլոր ուժեր, խնդրում եմ այդ թեզը մի առաջ տարեք, հակառակը առաջ տարեք, որ եկեք, որովհետև պարլամենտում եթե 4-րդ կամ 5-րդ ուժը լավագույն դեպքում չհայտնվեց, ընդդիմությունը պարտվելու է։ Փաշինյանը հաղթել է։ Այո, իսկ ես համոզված եմ, որ մենք պարլամենտում ենք լինելու եւ կարողանանք այդ process-ը կանգնացնել։ Եվ Փաշինյանը չի հաղթել։ Այո։ Տեսնենք, պարոն Մարության, ընտրություններից հետո կհասկանանք։ Շնորհակալ եմ շատ։ Ամսի 8-ին կհասկանանք։ Շնորհակալ եմ շատ։ Հա, մի հարց էլ տամ, չէ, մի հարց էլ տամ։ Հետ են գալիս, հա, բայց մնում է կավանի մեջ, եթերի մեջ։ Ամսի 8-ի առավոտը, եթե իրավիճակը այնպես ստացի, որ ընդդիմությունը հայտարարի, որ ընտրությունները կեղծվել է այս արենա եւ այլն, ու փողոց դուրս գան։ Հայկ Մարությանին կարող տեսնել այդ հարթակում, որտեվ այս վերջի շրջանում մեկը հասկանում ուզում եք դիստանցավորվեք մնացածից մյուսը եւ այլն, բայց այդ պարագայում ոնց որ ինչ որ համահայկական խնդիր է առաջանում, էլի, եթե ընտրությունները կեղծվեն, վստահաբար։ Եթե ընտրությունները։ Շնորհակալ եմ շատ։ Եվ այսպես իմուններ նոր ուժ կուսակցության առաջնորդ վարչապետի տեխնացու Հայկ Մարությանը, իսկ մենք կհանդիպենք մնացեք խաղաղությամբ։